Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, վերջինս շատ հաճախ հարց ու պատասխաններ է կազմակերպում այնտեղ, որտեղ նրան տարբեր հարցեր են հղում անձնականի հետ կապված։ Վերջին անգամ Էվելինա Ստեփանյանին հետևյալ հարցն են հղել. «Բարև ձեզ, դուք հղի եք»։ Այս հարցին Էվելինան հետևյալ կերպ է պատասխանել. «Շատ եմ սիրել, ինչ ամուսնացանք, հաջորդ տարվանից այս բովանդակությամբ նամակներն անպակաս են։ Մի օր այս թեմայով լիքը բան կպատմեմ»։ Նշենք նաև, որ զույգն արդեն 1 տարի է ամուսնացած է, ընդամենը օրեր առաջ նրանք նշում էին իրենց միության 1 տարին։ Ինձ մոտ տպավորությունն է, որ մենք շուտով կբորբոսնենք եւ բոլորիս վրա կաճեն սնկեր։ Եթե այս եղանակը մի քիչ էլ շարունակեց իրան դրսևորել, որ արել եմ գնումներ ու արել եմ 0 օգտակարության մթերքներ։ Փորձում է ինչ-որ բաներ ընտրել, որոնք որ օգտակար կլինեն ուտելու համար, բայց չստացվեց շնորհած այս անգամ։ Նրանից էլ որ բանջարեղենի խանութ հատկապես չեմ մտել, ուղղակի մթերային, որտեղ բանջարեղեն կատեգորիկ չկար։ Ու այս ժամին Կիրակի օրով, չգիտես ինչ եմ ես որոշել, ինչ-որ բաներ առնեմ տան համար, որովհետև ժամանակ չկար։ Ինչևէ, հասնենք տուն, իմ ոչ օգտակար գնումները ձեզ ցույց տամ, որ դուք երբեք տենց գնումներ չանեք։ Ես վերջապես ջրհեղեղներով եկա հասա տուն խայտարակ եղանակադրսում, ինձ համար չսիրելի, բայց խոստացել էի, որ ցույց պետք է տամ իմ գնումները։ Նախքան ցույց տալը ասեմ, որ այս աշխարհում ըստ իս այդքան էլ արդարացված չեմ կարողանում կամ չի ստացվում արտահայտությունները, որովհետև մեծ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է տրամաբանության սահմաններում, բայց եթե շատ անկեղծ լինեմ մեր գրաֆիկներով մի քիչ դժվար է ստացվում նորմալ սնվելը եւ նորմալ առողջ ինչ-որ կերակուրներ պատրաստելը, հա, տանը, իսկ ես տան կերակուր սիրող մարդ եմ, Լևոնն էլ ինձ հետ միասին, բայց դե չի ստացվում, դժվար է ստացվում։ Հիմա ես կփորձեմ իհարկե պահելով բրենդերի անունները, որ հանկարծ հակը գովազ չլինի, իմ գնումները ցույց տամ եւ ասեմ, որ այդքան էլ լավ բաներ չեմ արել։ Պելմենիներ եմ արել, առհասարակ կիսաֆաբրիկատներին ես ինքս դեմ եմ, ու պիտի անկեղծ լինեմ, սա երևի վերջին կես տարվա մեջ երկրորդ դեպքն է, որ առնում եմ, ճարահատյալ այսօր, որովհետև նախ Կիրակի էր, Կիրակի օրերին երեկոյան ժամերին ինչի խանութներում տորիչելյան դատարկություն, ոչ մի նորմալ մթերք չկա, ու բանջարեղեն միրգ չեմ արել, ու դրա համար է ինձ մոտ տպավորություն, որ ոչ մի լավ բան չեմ արել։ Գազարի հյութ կփորձենք կտեսնենք, երկե խիստ կասկածում եմ, որ սա իսկական գազարի հյութ է, բայց դեմ։ Վարսակի փաթիլներ, Գերկուլես, ասում են, որը որ շատ արագ է պատրաստվում, դա մեր իմացած լավ Գերկուլեսը չի, բայց ես հենց դա եմ վերցրել։ Լևոնի սիրելի բաստուրման կարագով, իր ամենասիրելի ուտելիքներից մեկն է, շատ արագ ես էլ եմ սովորել ուտել իրենից, եթե անկեղծ շատ համով եմ։ Շարունակում ենք, բոլորից շատ հայտնի, բայց առհասարակ ոչ, չարժի ուտել, իսկ ես չեմ կարողանում ինձ ստիպել և չուտել քաղցեր, կարողանում եմ, որ շատ ուզեմ, կարողանամ, դա չի հարց, ուղղակի շատ չեմ ուզում, կարագ, ժողովուրդ, սա էլի ոչինչ, տանելի է հաց, որը վստահ եմ օգտակար հաց չի, որովհետև արհեստական ուռած հաց է։ Շքերթը շարունակում ենք խմելի յոգուրտներով, Լևոնի շատ սիրելի, իրան թվում է, որ ինքը շատ օգտակար բան է խմում, հատկապես առավոտները, եթե ժամանակ չունի, սենց խմումա դուրս է գալիս, իրան թվում է վաու, բայց չէ, իրականում նրանք շատ վատ բաներ են։ Շոկոլադ, էլի ինչպես միշտ, կվաս, այսօր իմ սիրտը կվաս է ուզել, և ես առա իրան, թթվաս էր, ես չգիտեմ ասել էի թե չէ, բայց հա, ոչինչ, կաթնաշոր, ինձ եմ, որ մի քիչ գոնե մխիթարելու համար, և այստեղ նայեք խնդրում եմ չեմ արել, մամայիս աչքից հեռու ինքը ուղղակի վատանում է վախից, երբ ես ուտում եմ պահածոներ, չգիտես ինչի վախենում եմ, բայց ես արել եմ իման բայալդի, որը որ շատ եմ սիրում,
Հուսամ նա չի տեսնի այս իմ վիդեոները, որովհետև իմ մաման Instagram չունի։ Պատկերացնում եք, եւ չի էլ ուզում ունենալ։ Ես հարգում եմ նրա որոշումը եւ նման բանիկներ։ Գյումրու 7 վերք եկեղեցու մատուցվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վաղան Խաչատուրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկա են գտնվել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարագը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաեւ, որ ներկաների շարքում է նաեւ եղել Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած եւ այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը ազգային ժողովի падգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու եւ իր կնոջ հետ ներկա է գտնվել այս պատարագին։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ Էվելինան հրապարակում էր արել, այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարագին։ Մարդ կա կիրակի մաքրվում է, մարդ էլ կա ավելի է աղտոտվում։ Շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրան նրա մահը երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու այդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել։ Այդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաեւ, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաեւ քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ տեղեկացրել ենք Էվելինան Instagram-յան էջում Լևոնի մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Զույգը ցույց է տվել իրենց նոր բնակարանը, որը ձեռք են բերել երկուսով միասին։ 2025-ը մոտենում է ավարտին, տարվա ամփոփում դեռ կհասցնենք անել, բայց հիմա ձեզ հետ կիսվում եմ մեր կյանքի պատմության ամենակարևոր էջերից մեկով եւ ուզում եմ, որ դուք էլ առանց վարանելու հավատաք ձեր նպատակներին ու գնաք դրանց հետևից։ Դեռ ժամանակ ունեք այս տարի եզրափակելու կարևոր ձեռքբերմամբ, այն է բնակարան ձեռք բերելը։ Դերասանի կինը այս հրապարակումով ցույց է տվել նաև իրենց էմոցիաները, երբ ձեռք են բերել նոր բնակարան եւ առաջին անգամ մուտք են գործում այնտեղ, թե իսկ երկրպագուները ողջավորվել են ընտանիքի այս տեսակ ձեռքբերմամբ եւ շնորհավորել մաղթելով նորանոր ձեռքբերումներ 2026 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ կիսվել էինք Էվելինայի հրապարակումով։ Ես եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե Ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրականը։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիքա գողանաս մտքերիս տիրանաս, մեկա բնորինակը բարոյական տարածականը, պիկը էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել Instagram-յան հարթակում։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը Instagram-յան էջում անսովոր հրապարակում եւ գրառում է թողել։ Վերջինս պատասխանել է համացանցում տարածվող այն լուրերին, թե ինչու ինքը իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում չի անում եւ ինչու են հրապարակումները բացառապես մայրիկի մասնակցությամբ։ Շատերը խոսում էին այն մասին, որ Էվելինան միգուցե իր հայրիկի հետ որևէ կապ չունի։ Այս ամենին փորձել է որոշակի պատասխան տալ վերջինս։ Սիրում եք ընտանեկան ֆոտոներ, մոկ ծնունդդ շնորհավոր։ Այս նկարում ամբողջական չենք, տատիկս, պապիկս, մամաս, մորաքույրներս ու մորաքրոջս աղջիկը։ Մնացածը պարում էին։ Ամեն բան հանգամանալից ներկայացրի, իսկ թե Էվելինա Ստեփանյանը ինչու չի հրապարակում հայրիկից կամ ընտանիքից ֆոտոներ, ասեմ, մերոնք չեն սիրում լինել հանրային, մեկ-մեկ թաքուն փոստեր եմ անում։ Նշենք, որ հերթական անգամ Էվելինան հայրիկի մասնակցությամբ այդպես էլ հրապարակում չարեց։ Հավելենք նաև, որ երեկ էլ ներկայացրել էինք Էվելինայի մեկ այլ հրապարակում։ Instagram-յան հարթակում ամուսնու մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ վերջինս հոգնած նոր է վերադարձել աշխատանքից։ Գաղտնիք չէ, որ Վերջին զանգը հեռուստասերիալը մեծ ակտիվությամբ նկարահանում է իր սերիալի վերջին սերիաները, դե իսկ Լևոնն էլ բավականին հոգնած եւ տանջված տեսք ունի Էվելինայի հրապարակած տեսանյութում։ Սիրելի դերասանը հոգնած ջարդված եկել է սյոմքայից ու կանի հիմա unboxing կոշիկ։ Դες դուրդ գալիս եմ։ Նորը սարը։ Ստմարը չի։ Ինչ
Ինչի չնայեցի։ Որը այն առաջինը։ Հա, լավն է, դուրս բերեց։ Դուրս բերեց։ Շատ լավն է։ Այս սպիտակ կերդերը դուրս եկավ։ Ճիշտ է, այստեղ սպիտակ կերդեր սիրող մարդ չեմ, բայց սիրուն է ինչ խոսք։ Լավ, այն մեկը ավելի ինձ հետաքրքիր է քո կարծիքը։ Այն մյուսը։ Չէ, մյուսը լավ։ Ձախը լավ է։ Լավ է։ Նայ հաց ուտենք, սոված ենք։ Սպասել եմ այսքան, որ գո հաց ուտենք միասին։ Դե նայ։ Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը արդեն մի քանի ամիս է հանրության ուշադրության կենտրոնում են։ Հարսանիքից հետո զույգի հանդեպ ուշադրությունը ել ավելի շատացավ, նրանց հարսանեկան կադրերը մինչ օրս տարածվում են համացանցում։ Լևոնը եւ Էվելինան համարվում են հայկական շոու բիզնեսի ամենաշատ հետաքրքրություն ունեցող զույգերից մեկը։ Նրանց հրապարակումները կարճ ժամանակահատվածում ակտիվորեն տարածվում են համացանցում, դե իսկ զույգի երկրպագուները բավականին ակտիվ են իրենց ջերմ ու սիրառատ խոսքերով ու մեկնաբանություններով, որոնք թողնում են նրանց լուսանկարներին եւ տեսանյութերին կից։ Երեք տեղեկացրել ենք, որ դերասան Լևոն Մկրտչյանի մայրիկի ծննդյան տարեդարձն է։ Այս մասին հրապարակում էր արել Լևոնի կինը Էվելինան, ջերմ լուսանկար տեղադրելով իր սկեսուր մայրիկի հետ եւ ջերմ խոսքեր ուղղելով նրան։ Արդեն ավելի ուշ Էվելինան ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումով հանդես եկավ, ցույց տալով, թե որքան ջերմ մթնոլորտում են անցկացրել իր ամուսնու մայրիկի ծննդյան տարեդարձը։ Էվելինան հրապարակումներ է արել Լևոնի մայրիկի քրոջ եւ մտերիմների մասնակցությամբ, հերթական անգամ դերասանի կինն ապացուցել է, թե որքան ջերմ, ներդաշնակ եւ հաճելի մթնոլորտ է տիրում իրենց ընտանիքում։